Իրանում եւ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կքննարկենք Հայլուրի իրանագետ, քրդագետ, վերլուծաբան Սաթենիկ Թարվերդյանի հետ։ Բարի երեկո, Սաթենիկ։ Բարի երեկո, Ծովինար։ Սաթենիկ, այսօր Իրանը բավականին կոշտ հայտարարություն արեց, որ այսուհետ յուրաքանչյուր զոհված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինծառայող է սպանել։ Սա նշանակում է, որ Իրանը մտադիր է շարունակել ռազմական գործողությունները։ Կարծում եմ նկատառումը ճիշտ է, Ծովինար։ Հատկապես այս պահին էլ նրանք հայտարարություններով են նման հանդես գալիս։ Այսօր օրինակ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրն է հայտարարել, որ Մինաբի եւ Լամերդի երեխաների արյան վրեժն են լուծում, հարվածելով տարածաշրջանում Միացյալ Նահանգների անվտանգային, ռազմական եւ ֆինանսական կենտրոններին։ Բլումբերգի տեղեկությամբ Թրամփը դժգոհ է, որ պատերազմը կրկին թեժանում է։ Նրա թիմը կանխատեսում էր, որ հակամարտությունը կավարտվի ընդամենը մի քանի օրում, սակայն արդեն 5 ամիս շարունակվում է։ Իդեպ ԱՄՆ նախագահը նորից պնդել է, թե Միացյալ Նահանգները բանակցում է Իրանի հետ եւ որ Իրանին լայնածավալ հարվածներ հասնելու որոշում դեռ չի կայացրել ինքը։ Այդ դեպքում ինչ են նշանակում այս փոխադարձ հարվածները։ Ծովինար, կարծում եմ հակամարտության կողմերի գլխավոր նպատակն ու առաջնահերթությունն այս պահին հակառակորդին հաշտություն ստիպելն է։ Թեպետ վերջերս հանդիպել եմ մի պնդման, ըստ որի ներկայումս Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունները վերածվել են այլևս Հորմուզի նեղուցի վերահսկողության պատերազմի։ Իսկ միջուկային զենքը, որը թվում է Վաշինգտոնի գլխավոր մտահոգությունն էր ամենայն դեպս հակամարտության սկզբում եւ վերջո հենց այդ հարցի շուրջ էին բանակցում, երբ սկսեց պատերազմը։ Ծովինար, իմ կարծիքով միջուկային ծրագրի թեման առհասարակ պատերազմի Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունների գլխավոր նպատակներից չէր եւ ոչ էլ պատճառ։ Այն կարող էր լինել լոկ-առիթ հետագայում Իրանի դեմ սկսված ռազմական գործողություններն արդարացնելու համար։ Իսկ այս պահին նույնիսկ տպավորություն է, որ Հորմուզի նեղուցի վերահսկողության շուրջ սկսված իրավիճակին զուգահեռ միջուկային ծրագրի թեման նույնիսկ մղվել է երկրորդ պլան։ Սաթենիկ, իսկ բանակցություններին վերադառնալու հույս կա։ Վստահ չեմ, Ծովինար, հնարավորություն կարծում չկա այս պահին վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ, սակայն իմ կարծիքով հակամարտության կողմերն այս պահին ավելի շատ հակված են ռազմական գործողությունները շարունակելուն, քան բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալուն։ Համենայնդեպս հնարավոր է, որ զուգահեռաբար ընթանում են գաղտնիք բանակցություններ, որոնց մասին մենք տեղեկություններ չունենք։ Սակայն հարկ եմ համարում նշել, որ ցանկացած հակամարտության ճիշտ լուծումը դա բանակցություններն են, այսինքն չկա ավելի լավ ելք, քան բանակցային գործընթացը։ Թեպետ մի նկատառում կա մտավախություն, որ բանակցային գործընթացը սկսելուց հետո էլ ռազմական բախումների նոր ալիք սկսվի։ Հնարավոր է Մերձավոր Արևելքը նորից տևական հակամարտությունների թատերաբեմ դառնա։ Ծովինար, նախ թույլ տուր ասել, որ շատ կարևոր հարց ես տալիս, հատկապես վերջին օրերին Սաուդյան Արաբիա-Եմենի հութիներ հարաբերությունների լարվածության սրման ֆոնին։ Եթե հիշում ես, դեռ շաբաթներ առաջ դիտարկում էինք, որ Եմենի հութիները կարող են փակել Բաբ el-Մանդեբի նեղուցը։ Այս պահին Եմենի հութիները Կարմիր ծովի հարավային ափը, Հնդկական օվկիանոսին միացնող Բաբ el-Մանդեբի կարևորագույն նեղուցը համաշխարհային տնտեսության մեջ նավագնացության խնդիրներ ունի, այսինքն Եմենի հութիները խոչընդոտում են նավային երթևեկությանը։ Այո, հարվածում են։ Բացի այդ, մի անգամ առիթ ունեցել եմ արդեն ասելու, որ Մերձավոր Արևելքում ցանկացած ռազմական բախում կարող է ունենալ ձնագնդի էֆեկտ։ Եթե այս պահին օրինակ մենք դիտարկենք Մերձավոր Արևելքի տարածաշրջանը բախումների համատեքստում, Իրան, Միացյալ Նահանգներ, Իսրայել, Լիբանան, Եմենի հութիներ եւ Սաուդյան Արաբիա, լարվածությունն արդեն իսկ ընդլայնվել է եւ կարող է լարվածության սահմանները ել ավելի մեծանան, եթե Մերձավոր Արևելքի այլ ուժեր, որոնք նախկինում ունեցել են հաշիվներ միմյանց հետ, սկսեն հիշել դրա մասին եւ սկսեն նոր ռազմական գործողություններ։ Այսինքն դրանով տարածաշրջանը կվերածվի նոր պատերազմական թատերաբեմի եւ Մերձավոր Արևելքի պատերազմի հանգուցալուծումն այդ պարագայում շատ ավելի բարդ կլինի եւ դժվար թե հանգուցալուծվի ամիսների ընթացքում։ Շնորհակալություն, Սաթենիկ, ամեն դեպքում հուսանք, որ այդպես չի լինի։ Սիրելի հայրենակիցներ, Իրանի շուրջ վերջին զարգացումների շուրջ զրուցում էինք Հայլուրի իրանագետ, քրդագետ, վերլուծաբան Սաթենիկ Թարվերդյանի հետ։